Իմ ձեռքերում այս պահին գտնվում է մի քարտեզ, որի վրա կան 6 տարբեր ստոպեր, որոնցից ամենավերջինում պահված է սեյֆ, որի մեջ իմ թիմը թաքցրել է հատուկ անակնկալ նվեր հենց ձեզ համար, որը ուղղակի վստահ եմ, որ ապշեցնելու է բոլորիս։ Բայց այ ամենակարևորը ես չգիտեմ սեյֆի գաղտնաբառը։ Իսկ դա գտնելու համար պետք է անցնեմ քարտեզի ողջ ճանապարհը կանգ առնելով այս ստոպերի վրա։ Ամեն ստոպում պետք է գտնեմ մեկական թիվ, որոնք ամենավերջում միացնելով իրար կստանամ սեյֆի գաղտնաբառը։ Արա ո՞տ է վարվում եմ։ Սա ներվերս ես ուտում, արա վատ եմ ասում եմ, որ հարկում է։ Չեմ հավատում, մի հարկ մնաց, մի հարկ։ Շունչս արդեն կտրվում է։ Չեմ հավատում։ Արա սարսափում եմ, էս ի՞նչ է։ Դե ինչ, ընկնում ենք ճանապարհ, մեզ արկածներով լի օր է սպասվում, գնացինք։ Ես ահա որ ոգևորված շարժվում եմ մեր առաջին ստոպի մոտ, որը ֆլեշ բենզալցակայանն է լինելու։ Այնտեղ իմ թիմը իմ համար պատրաստել է հատուկ քվեսթ ու բացի առաջին տեղից բոլոր տեղերում ես պետքա հատուկ ճանապարհներով փորձեմ գտնել կոդը ու ասեմ ձեզ բավականին դժվար է լինելու, բայց ուսանք որ շատ դժվարությունների միջով չենք անցնի մինչև սեյֆին հասնելը։ Աստված մեր հետ։ Ոնց հասկանում եմ, ես արդեն առաջին ստոպի մոտ եմ։ Ես արդեն տեսնում եմ առաջին ֆլեշ բենզալցակայանը։ Հատուկ գրացիայի շնորհիվ եմ կապնվելու թիմիս հետ, որպեսզի հասկանամ այդ ինչ փորձություններ են ինձ սպասվում։ Գնացինք։ Դեպ այսօրվա իմ մեքենան նարնջագույն է, խնդրում եմ ստեղ նայեք ինչ մեքենայով ենք այսօրվա քվեսթը անցնելու։ Սեյֆի կոդի առաջին թիվը պահված է հենց այստեղ։ Պետք է հիմա հասկանանք, թե որտեղ է լինելու։ Կարող է հենց ստեղ լինի, կարող է ֆլեշ բենզալցակայանի էքսպրես շոփում լինի, մանգալա պետք, չգիտեմ։ Դե ինչ գնանք փորձենք գտնել առաջին թիվը։ Էս ինչ է։ Այստեղ թիվը պիտի փորձես գտնել շղթայված ձեռքերով ու ոտքերով։ Շղթայված ձեռքերով։ Ո՞չ չեմ հավատում։ Հիմա ուզում ես ասես թիվը պետքա շղթայված ձեռքերով գտնեմ։ Այո, ուղղակի արային ինչ գրված է։ Առաջինը կապում ենք ոտքերս։ Աստված իմ, էս ինչ դժվար է քայլելը։ Անցանք ձեռքերիս։ Էս ինչ էլ ծանր ձեռնաշղթաներ է։ Ամեն ձեռնաշղթան կես կիլո է։ Ձեռքերս արդեն ամբողջովին շղթայված է, հիմա ինչ եմ անում։ Դու ունես ընդամենը 5 րոպե ժամանակ։ 5 րոպե ժամանակ։ Արա ձեռ ես առնում։ Ձեռ չեմ առնում։ 5 րոպեում ոնց եմ կարողանալու թիվ գտնեմ։ Բա գիտես ամեն ինչը տենց հեշտ է լինելու։ Ժամանակը գնա։ Ժամանակ չկա, սկսում ենք դրսից։ Աստված իմ։ Արա որտեղ է լինելու։ Չէ, չկա։ Աստված իմ, արա էս ինչ դժվար է։ Ինչքան ժամանակ է մնացել։ Շատ քիչ արագացրու։ Ոնց հասկանում եմ դրսում չի, հենց որ մտնում ենք ներ։ Արա էս ինչ դժվար է։ Չեմ կարող արագ շարժվեմ։ Կարամ քանդեմ, հա։ Չի ստացվի սենց գտնելը, մի վարքյան։ Լավ գոնե աննշան հուշում չկա, որտեղ է պահած այդ թիվը։ Բայց այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։ Իմաստը նրանումն է, որ հենց դու գտնես։ Այելի փորձում եմ գտնել, բայց շատ դժվար է, Գոնե փոքր հուշում է ինձ պետք, աննշան հուշում։ Աննշան հուշում, ուղղակի մի բան կարամ ասեմ, դու հիմա ճիշտ տեղում ես։ Քարտը ներսում է, ոչ թե դրսում։ Հաստորեն ճիշտ տեղում ենք, ոչ թե դուրսն այլ ներսն են թաքցրել։ Կար ժամանակդ վերջանում է։ Բասի։ Չէ, ստեղել չի։ Անհնար է, ուղղակի անհնար է։ Պետք է ամեն ինչի տակը նայեմ, ամենտեղ հնարավոր է որ լինի։ Այստեղ արդեն ես անձնական տարածք եմ մտնում։ Արա ուր է։ Չեմ հավատում։ Այո, հասցրեցի ժամանակի մեջ, արա հավատս չի գալիս։ Ինչ թիվ է։ Առաջին մեր թիվը 6-ն է։ Այո, չեմ կարող, ես ինչ դժվար էր համել, ահա որ ծանր էր, սա ձեռքերիս, սրանք էլ ոտքերիս գտնելը։ Իմ թիմը այսօր ամեն ինչ անելու է, որ ես տանջվեմ։ Գտել եմ թիվը։ Շնորհավորում եմ, կարաս արդեն ճանապարհը շարունակես։ Ես երջանիկ եմ։ Այո, վերջ։ Ես իրականում կասկածում եմ, որ դու կգցնես։ Գնում ենք վերալիցքավորելու մեքենան, քանի որ դեռ երկար ճանապարհ ունենք գնալու ու շարժվենք առաջ։ Իդեպ բենզինի վճարումը կատարել եմ հենց Flash Mobile-ի application-ով, ավելի հարմար ու արագ։ Դե ինչ, ես ճանապարհին եմ արդեն, շարժվում եմ դեպի մեր երկրորդ ստոպը, որը ինչպես կարող եք տեսնել, այստեղ նշված է ինչ-որ դեղին վտանգավոր նշանով։ Իմ թիմը ինձ զգուշացրել է, որ բացի բենզալցակայաններից, այսօր ես մուտք եմ գործելու լքված վայրեր, իսկ այս դեղին նշանները հենց դա է նշանակում։ Այժմ շարժվում ենք դեպի Սևանի կողմ, այնտեղ կա ինչ-որ լքված շինություն, որտեղից էլ պետք է գտնենք սեյֆի կոդի հաջորդ թիվը։ Երջանիկ եմ, որ այսօր մտնելու ենք լքված շինության մեջ, ճիշտ է, շատ բարդ է լինելու, քանի որ արդեն պատկերացնում եմ, թե իմ թիմը ինչա պատրաստել այնտեղ, որպեսզի ինձ ավելի տանջի, բայց հուսանք, որ միևնույն ժամանակ համել շատ հավես է անցնելու այդ process-ը։ Մոտավորապես 45 րոպե ճանապարհ պետք է քշենք, որպեսզի հասնենք մեր երկրորդ ստոպին։ Գնացինք։
Վերջապես մենք հասանք արդեն Սևանի մոտ, իսկ դա նշանակում է, որ շատ քիչ է մնացել, որ հասնենք լքված վայրին։ Այդ թե որտեղ է լինելու լքված վայրը, դեռ պատկերացում չունեմ, բայց իմ թիմը ինձ զգուշացրել է, որ Սևանի հենց ափի վրա է լինելու։ Դրա համար հիմա պետք է շատ ուշադիր շրջակայքս ուսումնասիրեմ, որ ոչ մի պարագայում բաց չթողնենք։ Ոնց որ արդեն տեսնում եմ, ժողովուրդ, կարծես հսկայական լքված քաղաք լինի, Աստված իմ։ Օրա, բայց այդտեղ շատ բարդ է լինելու, ոչ թե բարդ, այլ շատ բարդ է լինելու գտնելը։ Իրոք չեմ պատկերացնում ոնց է ինձ հաջողվելու։ Էն էլ 5 րոպեում։ Գնանք տեսնենք ինչ է ստեղից սպասվում։ Աստված իմ, էս ինչ ցուրտ է։ Ֆու, ոնց եմ դիմանալու այս ցրտին։ Ուղղակի անհնար է երկար մնալ դրսում, դրա համար հնարավորինս արագ է պետք գտնել կոդը։ Հենց որ մի վայրկյան դուրս եմ եկել մեքենայից, արդեն մատերը սառել է։ Վերցնում եմ պայուսակս, որի մեջ կա առաջին անհրաժեշտության պարագայում, որովհետև վերջը լքված տեղ ենք մտնելու 1000 բան կարելի լինի։ Կարող անգնում եմ միտեղս վնասում եմ, մեզ պարտադիր պետք է առաջին բուժօգնության պարագաներ։ Հետևումս կա 1, 2, 3, 4, 5, էնել 6 հատ լքված շինություն։ Ես իսկապես չգիտեմ որ մի շինությունում է պահած, դրա համար հիմա կկապնվեմ իմ թմի հետ ու իրանք թող ինձ ասեն։ Դու գոնե գիտես, քեզ ասել են։ Չէ, вообще։ Քո դեմքից զգացում եմ, որ դու սաղ գիտես սամ։ Yes։ Հա, հենց դու։ Ես գիտեմ։ Հա։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Քո դեմքից սաղ զգացում է, որ դու սաղ գիտես։ Բայց ես քեզ չեմ ասի, եթե իմանամ էլ։ Այսինքն գիտես որտեղ է թուղթը։ Չգիտեմ, ես քեզ չեմ էլ ասի, եթե իմանամ։ Սամոն հաստատ գիտի, ժողովուրդ չի ուզում ինձ ասի։ Ես արդեն երկրորդ տեղում եմ։ Որ շինությունում մտնեմ։ Ահ, բարձ է, կապ չկա այստեղ։ Բայց այստեղ ոնց լիներ կապ, ոնց ներ։ Դրա համար դու գիտես, դու ինձ կասես, որ շենքն ենք մտնում։ Ես կմտածեմ։ Գիտի, հաստատ գիտի ինչի ասում։ Ինձ թվում է ճանապարհին ես գլխի կընկնեմ, թե շինություններից որ մեկում է պահած թուղթը։ Գնացինք։ Մեր շինությունները քանի որ շատ է ու ես արդեն գիտեմ, որ կարմիր տուփ է լինելու շինության մոտ, որի մեջ է լինելու է բարդացնող բանը։ Դրա համար էլ առաջին եկեք ման գանք կարմիր տուփը եւ այդպես էլ կհասկանանք, թե որ շինության մեջ են պահել թիվը։ Ուզում ես քեզ օգնեմ։ Օգնես, այնենց եմ ուզում, որովհետեւ սառցակալ էր արդեն մատերս։ Հենա կարմիր տուփը։ Օրո։ Բայց կարող է ես ուզում եի ման գայ, խի ասեցի։ Ասացիր օգնի, ես օգնում եմ։ Օֆրես։ Գնացինք։ Էնա տեսնում եմ կարմիր տուփը։ Փաստորեն ամենամեծ շինության մեջ են պահել թիվը։ Գնացինք այ այնտեղ։ Բայց անհավատալի այս ինչքան լքված շենք կա հենց Սևանի կողքը։ Ուղղակի հսկայական է։ Մտնեմ այս մեծ շինության մեջ, ուղղակի կմոլորվեմ։ Էնա կարմիր տուփը։ Զեց։ Օրո։ Սամս ես քեզ սիրում եմ, արա։ Քեզ եմ սիրում։ Ապրես որ չթողեցիր մրսեմ։ Ես քո հետ եմ։ Մերսի։ Դու տղա ես։ Դու է։ Գիտեմ։ Բոլորս։ Այո, մենք բոլորս տղա ենք։ Եվ ինչա գերած, այստեղ դու թիվը կարող ես գտնել միայն կծու բիբար ուտելուց հետո։ Կծու բիբար ուտելու միակ լավ կողմը, որ մի քիչ կտաքանամ ես սրտից։ Ես չեմ զգում ձեռքերս, կապտել եմ ուղղակի։ Էս էլ տուփը։ Սա էլ մեր կծու բիբարները։ Ես արդեն պատրաստ եմ, սկսում ենք ուտել կծու բիբարը եւ վազելով մտնում ենք շինության մեջ, քանի որ ընդամենը 5 րոպե ժամանակ ունեմ, որպեսզի կարողանամ գտնել թիվը։ Գնացինք։ Հենց ուտում եմ, ժամանակը գնում է։ Հու, որպես վախում եմ։ Լուրջ սարսափում եմ ասա ուտելուց։ Գնացինք 3, 2, 1։ Ձգի։ Առաջինը կուլ տվեց։ Այ վալտեմ։ Այ ջուր։ Ինձ թվում է հերիքա, դու արդեն արեցիր ինչ րոպե։ Այ չեմ կարող ասես։ Ժամանակը գնա։ Ոնց եմ կարողանում ասես վարվելով գտնեմ։ Չգիտեմ։ Օրա վատեմ, վարվում եմ։ Ջուր, վատեմ։ Ես չեմ կարող գտնեմ այս վիճակը։ Ջուրը չի օգնում ընդհանրապես։ Աննար աստեղից ուղղակի գտնել թուղթ։ Այ չափից շատ կերա։ Ուրա, կարող հարի տակա։ Ստեղ չի։ Վատեմ, կծվություն չի ասնում։ Անհնար է այս մեջ շենքում գտնել։ Ժամանակը կա։ Ինձ հիմա չի հետաքրքրում ժամանակը, վատեմ։ Հարը շատ կերա։ Իհարկե ուշքի գամ նոր շարունակեմ։ Աշկերիցս արցունք ա գնում։ Այս ինչքան շատ կերա։ Ինչիդ վրա ես տենց ուրախ։ Երթվում եմ թե ուրախ եմ, էցի ոսում եմ արագ թուղթը գտնեսել եք գնանք սուտ ջոկվես ինչ սուտ կապույտ եմ դարել։ Այս գծուն մի կողմից դրսից հուրտը մի կողմից ահա որ վատ պայմաններ ա։ Իրոք չգիտեմ ոնց եմ գտնելու։ Բարձրանանք երրորդ հարկը թե չէ։ Ինձ թվում է ստեղ չէր լինի, տենց հեշտ չէին բան։ Գնացինք երրորդ հարկ։ Գոնե ռացիան աշխատի։ Լսում եք ինձ։ Որ հարկում է գոնե հետ ասա։ Օրա լավ էս ինչ վիճակ ա ստեղ։ Մենակ ձեռքերս չճղեմ։
պետք է ապահով է շենքի մեջ ես վազելը։ Կա փլվի։ Դե լավ սենց տեղեր ենք եղել։ Չնայած ապահովության համար պետք է լավ ուշադիր լինեն։ Քելմես հարկելն ենք։ 4 հարկ։ Ար դու հաստատ գիտես տեղը։ Վատ եմ արագացա բարվում է բերանից։ Իմ ծննդյան օրը։ 10-րդ հարկ։ Սա ներվերս ես ուտում արա վատ եմ ասում եմ որ հարկում է։ Ասում եմ ծննդյանը Ստիվը մեսը վրսում եմ։ Մենք արդեն 4-րդ հարկում։ Կարող ես կարող է։ Սյոդիկի ճիշտ է ասում Սամոն։ Նայր, ես աղավոր մրսում եմ։ Հա, պալումը ճիշտ ես ասել 10-րդ հարկում է։ Գնացիք 10-րդ հարկը հաստատեն ճիշտ էր ասում։ Արա, ես քո ինչ եմ ասել, ախր նես տոնալությունով ասել, իսկ ես կատակ անում։ 10-րդ հարկ վախենալի է։ Քիչ-քիչ գծությունն է թողում արդեն։ Շատ բարձր ենք, զգուշ։ Մնաց եւս 2 հարկ բարձրանանք։ Այս շունչը չի 2 ժամանակ ինչքան է մնացել։ Օրը շատ քիչ կար։ Չեմ հավատում, մի հարկ մնաց, մի հարկ։ Արա գալի։ Շատ վտանգավոր է։ Օր այս ուր եք պահե։ Չէ, հելա։ Ձև չկա, պետք է գտնեմ։ Աստված իմ, օր այս ինչ բարձր ենք։ Կընտրում ստեղ նայեք։ Պետք է շատ զգուշ լինել, մի հատ ոչ ադեկվատ շարժ, ուղղակի կընկնեմ ներքև։ Արդեն 10-րդ հարկում ենք, ուր կլինի։ Արա լավ, 10-րդ հարկում ոչ քար կա, որ ինչ-որ բան կա, որ դրա տակ կարային դնեին։ Իսկապես դատարկություն է այս հարկը։ Օրո, Աստված իմ, օրո հլնդենայի, օր այս ինչ սիրուն տեսարանա։ Հələ Սևանը նայեք, աշկերիս ուղղակի չեմ հավատում։ Բայց ժամանակ չկա տեսարան վայելելու, պետք է շուտ գտնել։ Քարերի տակ նայեմ, ստեղ չի։ 30 վայրկյան է մնացել։ Չեմ հավատում։ Այո, հավատես չի գալիս։ Գտա երկրորդ թիվը համար 1։ Լուրջ ասում իմ համար այս փուլը ուղղակի անհնար էր թվում։ Իմ ձեռքերում արդեն գտնվում է սեյֆի երկրորդ թիվը, բայց այս ինչ տանջվեցի այս փուլում։ Իջնում ենք մեքենայի մոտ ու արդեն շարունակենք ճանապարհը։ Իջնում տեղ չենք հասնում։ A few moments later. Ես ոնց կարողացա այդ կծվությունը զգալով, այդ վատ վիճակով բարձրանալ մինչև 10-րդ հարկ։ Ես ուղղակի ապշում եմ իմ վրա։ Պատկերացնում եք ադրենալինի զգացումը ինչ էր կարող անի։ Այդ բան ադրենալինս միլիոնի վրա էր, որ հասցնեմ գտնեմ թուղթս, առանց հասկանալու ահա որ արագ հայտնվեցի 10-րդ հարկում։ Այ, ես արդեն մեքենայի մոտ եմ, այս ոնց հոգնեցի, Աստված իմ, այս ինչ հաճելի տաքա մեքենայի մեջ։ Կրկին բացում ենք քարտեզը, կարելի ասել համարյա ճանապարհի կեսը արդեն անցել ենք։ Այս բան ես այստեղ եմ գտնվում, շարժվում ենք դեպի հաջորդ ստոպը, որը կրկին Ֆլեշի բենզալցականն է։ Մեր հաջորդ ստոպին հասնելու համար մոտավորապես 30 րոպե ճանապարհ ունենք քշելու, վայ հետաքրքրությունից ինձ եմ ուտում թե ինչա լինելու հաջորդ ստոպի բարթացնող առաջադրանքը, ու նաև մտքումս մի հատ հարց ինձ տանջում, արա տենաս այդ ինչա լինելու այդ սեյֆի մեջ, որ հիմա ես սենց տանջվում եմ ու թվեր եմ ման գալիս։ Աստված իմ, ժողովուրդ ահա որ դժվար եմ դիմացս տեսնում։ Խնդրում հենց ստեղ նայեք, ես ինչ մառախուղ սկսեց։ Բավականին բարդացավ քշելը ու դեպի Դիլիջան ենք շարժվում, իսկ եթե Աստված շանի Դիլիջանի ոլորաններում այսենց մառախուղ եղավ, այս ամենը կարող է լավ չավարտի, որովհետև անհնար է հիմա դիմացը մի բան տեսնել։ Շատ դժվար է քշելը։ Մտանք թունել ու ես երջանիկ եմ։ Մառախուղը կորավ, բայց ասա թունելից դուրս գանք ու էլի մառախուղ չլինի, որովհետև հենց թունելից դուրս գանք սկսվում է Դիլիջանի ոլորանները։ Արա չէ։ Լավ, արա դուրս եկանք թունելից ու ավելի վատ վիճակ է։ Այն վաղ եթե մի քիչ տենում է, հիմա էլ ընդհանրապես դիմացը չի երևում։ Մենակ ապահով տեղ հասնենք։ Որ այս ինչ լարված ու ուշադիր եմ քշում, որ հանկարծ սխալ տեղ չգնամ։ Որ շատ դժվար է քշելը։ Աստված իմ։ A few moments later. Վերջապես մառախուղներից դուրս եկանք եւ արդեն առջևումս տեսնում եմ Ֆլեշի հաջորդ բենզալսակայանը։ Մտնում ենք։ Ես արդեն տեղում եմ, գնանք տեսնենք թե այստեղ ինչ է ինձ սպասում ու արդյոք հեշտ կգտնեմ թիվը, թե ոչ։ Գնացինք։ Արդեն թվով երկրորդ մանուշակագույն Ֆլեշ բենզալսակայանի առջև, այո, ինչպես նկատեցիք, կոնցեպտը փոխվել է ու արդեն մանուշակագույն են դարձել Ֆլեշ բենզալսակայանները։ Իսկապես ապշել էի, որ տեսա Հայաստանում արդեն սեն ժամանակակից բենզալսակայաններ կան, ոնց որ Ամերիկայում լինեմ։ Մեկի Ամերիկայի բենզալսակայաններն է, որ ներսում այսպես խանութ կա, որտեղից շատ համեղ հոթ-դոգներ կարող ես գնել ու էլի լիքը հավես բաներ։ Տեսնենք որտեղ են այս անգամ թիվը պահել։ Արա, այս ինչա, Ռաֆոն Ամերիկայից եկել է։ Այս անգամ թիվը պետք է գտնես հատուկ կոստյումով։ Արա չեմ հավատում, ես ինչ լավ բան եք սա մտածել։ Ճիշտ է, բավականին դժվար է լինելու տենց մեծ կոստյումով տեղաշարժվելը, բայց համ էլ միևնույն ժամանակ ահա որ հավես։ Դե ինչ հագնում ենք կոստյումը, գնացինք։
Դե ինչ ես արդեն SpongeBob-ի կոստյումի մեջ եմ ժողովուրդ։ Ահա որ դժվար է ներսից տեսնել թե ինչա կատարում, այստեղ երկու փոքր անցք կա ու կարելի ասել բան չեմ տեսնում։ Պատրաստ ես։ Միանշանակ։ Գնաց։ Գնացի աստղացի մոտի։ Որը բան չի երևում։ Արա չեմ կարող ձեռներս աշխատացնել։ Արա ինչ եմ անում։ Միամիտ բենզինը միացրեցի։ Շատ դժվար է ժողովուրդ։ Ահա որ դժվար է տեղաշարժվելը մեջ հովել։ Կարելի ասել բան չեմ տեսնում։ Եկեք մտնենք ներս։ Չի կարող մտնի երթում։ Արա չեմ կարող մտնեմ։ Ուրեք պահել։ Ես ինչ դժվար է։ Արա անհնար է։ Կարող է ավտոյի ուղերի արանքն է։ Լուրջ անհնար է, ինձ մի քիչ հուշում է պետք։ Ես պատրաստ եմ քեզ թեթև հուշում տալ։ Ասա որտեղ է։ Նայ, սենց ասեմ, քեզ ստեղինը ես եմ դրել։ Դու ես դրել։ Ես իմացել եմ, որ դու հենց SpongeBob-ի շորով պետքա ստեղ մանգաս ու այդ ամեն ինչը հաշվի եմ առել։ Ես իմացել եմ քո գաբարիտները։ Բասի որտեղ է դժվար մտնել։ Ճիշտ եմ անում որ մտնում եմ ստեղ, չգիտեմ կարելի է, բարև ձեզ։ Ճիշտ տեղում եմ սա։ Էլսո չէ պատասխանի։ Լավ ուրա։ Տալի աբիրում եմ։ Շատ քիչ ժամանակ է քեզ մնացել։ Գոնե ասա տակեմ թե սառը։ Հենց մի սառն ես։ Ահա, տականում ես։ Տականում եմ։ Հիմա։ Սառում ես։ Հիմա տակեմ։ Տենց գոլոտ ես։ Հիմա։ Տականում ես։ Հիմա։ Ահա։ Արա չեմ կարող ասեմ։ Արա չեմ կարող ասեմ։ Ստանա։ Սառեցիր։ Սառեցի։ Բարև ձեզ։ Դավայ հետ արի։ Շուտ արա։ Արա չեմ հավատում։ Չեմ կարող վերցնեմ։ Էսա։ Շունչս արդեն կտրվում է։ Այ հավատը չի գալիս, վերջապես երրորդ թիվը արդեն ինձ մոտ է, համար 7։ Այ մի վարքյան հանեմ էլ, չեմ դիմանում, այսի շոք է։ Օրա ես ոնց եմ ավիրել։ Օրա չեմ հավատում, ես ինչ եմ արել։ Ինչ տեսել եմ, գցել եմ գետնին։ Բայց կարևորը երրորդ թիվն արդեն ինձ մոտ է, վերջապես։ Այս փուլը ես շատ հավանեցի, շատ։ Դեռ վիդեոյի ամենահավես մասն էր երևի, դրսում էլ արդեն մութ է։ Շարժվում ենք առաջ, տեսնենք հաջորդ ստոպում մեզ ինչ է սպասվում։ Գնացինք։ Դե ինչ վերջապես ճանապարհի ուղիղ կեսը օֆիցիալ մենք անցել ենք եւ ֆլեշի այս բենզալացակայանից շարժվում ենք մեր հաջորդ ստոպը, որը կրկին ինչպես կարող եք տեսնել դեղին վտանգի նշան է, իսկ դա նշանակում է որ նորից պետք է մտնենք լքված շինություն, բայց քանի որ դուրսը մութ է, իսկ լքված շինություն մտնելը մթին, այդքան էլ լավ գաղափար չի, բայց դե ունենք այն ինչ ունենք ու պարտավոր ենք անել այս ամենը, որպեսզի վերջում հասնենք սեյֆի մոտ եւ ունենանք բոլոր թվերը, եթե ինչ-որ թիվ չհաջողվի մեզ գտնել, ուրեմն պետք է տեղում ինչքան թիվ կա փորձենք, մինչև սեյֆը բացվի։ Բայց դե վատի մասին չենք մտածում, ես պետք է ամեն ինչ անեմ, որ գտնեմ բոլոր թվերը։ Մենակ մի բան գիտեմ, որ ինձ ասել են դեպի Իջևան գնալու ճանապարհին գետի կողքին է գտնվում հաջորդ լքված շինությունը։ Վերջապես արա այսքան երկար ճանապարհ գնալուց հետո տեսնում եմ այս տարօրինակ շինությունը, որը ինչպես կարող եք տեսնել նաև լքված է։ Ինձ զգուշացրել էին, որ շինությունը մի քիչ տարօրինակ է լինելու ու 99%-ով արդեն վստահ եմ, որ մենք ճիշտ վայրում ենք։ Հենց որ կայանենք մեքենան միտեղ եւ մտնենք այս լքված շինության մեջ։ Ես այստեղ եմ, գնացինք տեսնենք ինչը այս անգամ մեզ սպասվում։ Շատ զգուշապետ բարձրանալ աստիճաններով, քանի որ կողքերը ամբողջովին բաց է։ Չեմ հավատում, մի անգամից։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Այս անգամ փորձիր գտնել թիվը մթության մեջ։ Դե դա պարզից պարզ է, որ մթության մեջ եմ գտնելու, բայց ծրակները ներքևա ցույց տալիս, իսկ ներքևում կրկին կարմիր տուփ է։ Եվ ինչ հա ներսում գտնվում արա ջան։ Փաստորեն իմ թիմը ինձ համար պատրաստել էր այս են սիրուն լույս։ Մթության մեջ մեզ դժվար չի լինելու գտնելը։ Գնացինք, շարժվում ենք առաջ։ Որ չեմ հավատում, խնդրում եմ միած ստեղ նայեք։ Ոնց եմ ստեղից գտնելու թուղթը։ Ճանապարհը ընդամենը մեկն է, որը մեզ տանում է դեպի վերև։ Գնացինք, բայց վտանգավոր չի սա։ Աստված իմ։ Արա սարսափում եմ, էս ի՞նչ է։ Խնդրում եմ ստեղ նայեք, ոչ ստեղ բռնվելու տեղ կա, ոչ էլ այս կողմը բռնվելու տեղ կա։ Այս լքված ի՞նչ է ուզում եմ հասկանալ։ Ինչքանով ես հասկանում եմ, լքված ճոպանուղի է։ Լքված ճոպանուղի։ Իջևանի հետևորդներ հենց հիմա մեկնաբանությունների բաժնում լիքը նարնջագույն սրտիկներ դրեք, եթե Իջևանում եք
ապրում ու ձեզ ծանոթ է այս լքված ճոպանուղին, եթե իհարկե սա լքված ճոպանուղ է, որտեղ ես խիստ կասկածում եմ, ես չգիտեմ էս ինչ է։ Եկեք տարածքը ամբողջովին ուսումնասիրենք, այդքան էլ մեծ չի այս լքված շինությունը, դրա համար չգիտեմ ինչի ներքին վստահություն ունեմ, որ շատ հեշտ են գտնելու։ Գնացինք։ Լավ, պատկերացրեք մենք սա մեր ձեռքը չունենանք, խնդրում եմ այնտեղ նայի։ Լույսը պայեցի այստեղ ու տեսնեմ մեծ այսենց բաց տեղ է։ Գալու ենք ուղղակի ընկնենք, եթե էս իմ ձեռքը չլներ։ Շինության 4 կողմը արդեն նայեցինք ու ոչ միտեղ չկա։ Այստեղ մի հատ դուռ եմ տեսնում, մտնենք տեսնենք ներսում ինչ կա։ Գնացինք։ Օլո, չեմ հավատում, հենց մտա կողքից նայ անցքը։ Պետքա շատ ուշադիր ոտքի տակ նայել, շատ։ Ժողովուրդ ինչ կշարունակեմ փնտրել, հենց հիմա փոքրացրեք ու սեղ մեկ բաժանորդագրվելու նշանի վրա, քանի որ ամեն անգամ ես ուղղակի ջանք ու եռան ձեր համար չեմ խնայում, որպեսզի իմ ամեն մի հաջորդ դուրս եկող վիդեոն լինի ավելի պայթեցնող ու ավելի հետաքրքիր, իսկ դուք ձեր կողմից նվեր արեք ու միացեք իմ ալիքին։ Համ բաց չեք թողնի հետագա ավելի հետաքրքիր վիդեոները, համ էլ մենք միասին հնարավորինս շուտ կհասնենք 1 միլիոն բաժանորդի եւ կլինենք առաջին հայկական բլոգինգի ալիքը, որ կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ Նենց որ միացիր ալիքին, իսկ ես շարունակում եմ փնտրել։ Գնացինք։ Աստվածի մեզ ինչ անցքա ու խնդրում եմ մի հատ խորությունը նայեք։ Որա հավատս չի գալիս։ Ստեղից եթե մեկը ընկնի, անհնար է ողջ մնա։ Հանգիստ 10 հարկանի շինության բարձրություն կլինի։ Շարունակում ենք փնտրել։ Ապա այստեղ պահելու տեղ չկա, դատարկ ուղղակի 4 պատ է։ Ես չեմ պատկերացնում որտեղ պետքա լինի ստեղ այդ թիվը։ Չստեղ էլ չի։ Չեմ հավատում ստեղը։ Արա լավ։ Դե լավ լոգիկային շատ մոտ տեղ էր, որովհետև դատարկ 4 պատ է։ Այս փուլում ամենադժվարացնող բանն այն էր, որ այս ամեն ինչը ես անցա մթության մեջ։ Մթությունը 1000 անգամ ավելի բարդացրեց ամեն ինչ։ Ես երջանիկ եմ, քանի որ իմ ձեռքերում գտնվում է 4-րդ կտրոնը, որը 0 համարն ունի իր վրա։ Ուրախ շարժվում ենք առաջ, տեսնենք հաջորդ ստոպում մեզ ինչ փորձություն է սպասվելու։ Գնացինք, իջնում ենք մեքենայի մոտ։ Այս պայն մենք գտնվում ենք այստեղ եւ մեր հաջորդ ստոպը կրկին ֆլեշի բենզալցակայանն է, որը գտնվում է հենց Իջևանում եւ այստեղ շատ մոտ է։ Այնպես որ մի անգամից շարժվում ենք այնտեղ, ընդամենը 4 րոպե ճանապարհ ունենք քշելու։ Գնացինք։ Ես արդեն տեսնում եմ մեր թվով 5-րդ ստոպը։ Այսա հասանք, կանգնում ենք այստեղ։ Մի անգամից այստեղը աչքիս առաջ բերել դրել են եւ ինչա գրված, այս անգամ դու կփորձես գտնել թիվը 10 անգամ շիշը ճիշտ կանգնեցնելուց հետո։ Այստեղ գտնվում է մեր շիշը, այսինքն հիմա մեր 5 րոպեն պետքա սկսվի ու մինչեւ 10 անգամ չկանգնացնեմ, իրավունք չունեմ հա մտնելու ու թիվը գտնելու։ Չէ, ժամանակը գնաց։ Օրո դժվար է լինելու մի վարքյան։ Մեկ, արդեն առաջինը ունենք։ 2 Ժամանակը գնում է 3 4 5 6 Ելնելու եմ, մի վարքյան 7 5 րոպեից է գնում, պետք է արագացնեմ։ Մնացել է 3 հատ ընդամենը։ Այ արագաց չէ կարող։ 8 9 Վերջինը տրամադրվի 10 Всё, շարունակ։ Արագ գտնել ապետ։ Ուտ կլինի այս անգամ։ Ուր եք դրել։ Մի անգամ չեղա մի քիչ հեշտ է պահած լինեն։ Ստեղ չի։ Ուրա։ Ես վերջի թիվն է, չէ՞ որ պետքա գտնես, չես գտնելու դու ես վերջին թիվը։ Ուրա, խի ասես դժվար ամեն անգամ։ Խի։ Ինչքան է ժամանակս մնացել։ Լուրջ ասում չկա, ոչ միտեղ չկա։ Հա, գտա։ Լուրջ։ Հա, երթվում եմ։ Որը չեմ հավատում։ Ինտուիցիա չգիտեմ ինչի ասում էր ստեղ ա լինելու, որովհետև ստեղ ֆլեշի անձեռոցիկներն ա դրած ու լոգիկայով պետքա ստեղ լիներ։ Սխալ եմ ասում։ Չէ, իրականում այդ լոգիկայով եք, չէ՞ ստեղ բայր, որովհետև ֆլեշի անձեռոցիկներն ա ստեղ։ Հա, լրիվ ճիշտ է իր հասկացել։ Խելք եմ, մոզգ։ Շատ հեշտ գտար բայց էսի։ Հեշտ գտա։ Շատ հեշտ գտար։ Ինչն էր հեշտ։ Դե իրականում ես մտածում եմ որ էսի ամենաբարդը պետք է լինի։ Ես էի մտածել։ Աստուն դու գիտեիր, հա, սա ընթացքում կոնկրետ որտեղ է։ Դե ինչ մեղք կստակցնա։ Պարզա։ Արա խելացի եմ, խելք եմ, ոտից գլուխ։
Սեյֆի գաղտնաբարից եւս մեկ թիվ հաջողվեց ինձ գտնել եւ հենց այդ ստոպում գտնվում է մեր երկար սպասված սեյֆը, որը արդեն չեմ համբերում թե երբ եմ բացել ու տեսնելու վերջապես թե այդ ինչ նվեր է գտնվում սեյֆի մեջ, որը ձեր համար շատ մեծ անակնկալ է լինելու։ Մինչ կգնանք սեյֆը գտնելու, վերջապես եկավ իմ ամենասիրելի պահը, սա վիդեոին էս պահին է ես սպասում։ Շատ սոված եմ հիմա ես, որովհետև բան չեմ կերես, որ կարելի է ասել։ Վերջապես միասին կվայելենք Flash-ի էքսկլյուզիվ հոթ-դոգները, հոսթերները, որի վրա լցված է հատուկ էքսկլյուզիվ մանուշակագույն սոուս, որը ասում են շատ համով է։ Հիմա ես կփորձեմ ու անկեղծ կասեմ, համեղա թե ոչ։ Գնացինք, ուտում ենք, նոր շարունակենք ճանապարհը։ Աստված իմ, այս իր համի էր, սամ փորձել ապետ, որ կերածս երևի ամենալավ հոթ-դոգն է եղել, 10-ից 10, միանշանակ, ուրիշ միավոր չեմ կարող տալ, իսկ վրայի սոուսը խիեր տենց համով, որովհետև ամբողջովին բնական բաղադրիչներից է պատրաստված ու հավատացեք փորձել ապետ։ Ուտեմ վերջացնեմ ու շարունակենք ճանապարհը։ Իմ մոտ արդեն գտնվում է 1, 2, 3, 4, 5 թվերը, արդեն ժամանակն է շարժվելու մեր վերջին կետը, որտեղ էլ իմ թիմը իմ համար պահել է սեյֆը։ Գնանք վերջապես տեսնենք, թե ինչ է պահած այդ սեյֆի մեջ, որ այդքան ինձ տրամադրել են այսօրվա վիդեոյի համար։ Հենց նոր մենք գտնվում էինք այս կետում, այսինքն մնացել է վերջին կետը։ Այստեղ պետք է գնանք ու հասնենք, որտեղ էլ սեյֆն է գտնվում, բայց թե այդ վերջին կետը որտեղ է, գաղափար չունի Կարոն, ընդհանրապես դրա համար էլ մի հատ դու օգնի։ Ես գիտեմ, որ քեզ ասել են տեղը։ Հա, ես եմ քեզ ասելու սեյֆը որտեղ է ու ասեմ քեզ ամենադժվարը այսա լինելու։ Ու պետքա երկար գնանք։ Դեռ երկար ճանապարհ ունեմ քշելու։ Սա ամենաբարդն է։ Բայց լավ, մոտավորապես ուր եմ քշելու։ Արի գնանք ճանապարհին կասեմ։ Գնացինք, ինչ ասեմ։ Դե ինչ սեյֆի գաղտնաբարի թվերի իմ ձեռքին ուրախ գնում ենք սեյֆի մոտ։ Էլ չեմ դիմանում, ուզում եմ շուտ իմանամ, թե ինչ անակնկալ է լինելու հետևորդներից համար։ Գնում ենք սեյֆի հետևից։ Կարանցանք։ Կատակներիդ հավեսը չունեմ, ուր է տեղը ասա։ Ապեր ինձ լսի ու գնա հետ։ Չես վստահում ինձ։ Չես համ, ես քեզ չեմ վստահում։ Ոնց կարաս դու ինձ չվստահես։ Ասենք դու մոռացար, որ այսօր քանի հատ հուշում ես տվեցի, որ չպետքա տայի։ Ուզում ես ասես բենզալցակայանի մոտ է սեյֆը։ Հա։ Լավ, լսում ենք Սամոյին, ուր եմ գնում, ասա, դու մենակ շուտ ասա, ես էլ չեմ համբերում։ Հետ խռա։ Հետ ենք գնում բենզալցակայանի մոտ։ Ահա։ Ու հասար։ Всё, ստեղ է սեյֆը։ Հա։ Սամ, այս խոսքի ես լավ չի, դու իմ ձեռից չես բրծնելու, եթե ստեղ չի եղել։ Գիտես ինչ։ Ինչ։ Դու արդեն վիրավորում ես ինձ։ Գնանք տեսնենք ինչ է ինձ սպասվում։ Սամոյը ասաց տեղն ենք, արի մի ասա ես փորձեմ, էլի գտնեմ, նարնջագույն վագոն կա ստեղ։ Էտա, հեսա դուրը, հեսա։ Չեմ հավատում։ Արա լավ, արի մի հատ գրկեմ, արի գրկեմ, արի։ Արդեն ես հավատում եմ քեզ։ Հավատա քեզ։ Հավատա ինձ։ Եկանք հասանք ինչին, որ պետքա հավատաս քեզ։ Արա իմ կարգախոսը շատ ճիշտ կարգախոս է։ Երբ հավատում ես քեզ ու հավատում ես իր ասածներին, գալիս ու գտնում ես սեյֆը։ Մինչև կհավաքենք կոդը ու կբացենք մեր սեյֆը, եթե դեռ չես գրել մեկնաբանությունը, սպասում եմ քո մեկնաբանությունը, փորձիր գուշակել, թե ինչ է լինելու սեյֆի մեջ մինչև կոդը հավաքելը, արի ես է գուշակեմ մինչև բացելը։ Ինձ թվում է, եթե անակնկալ լինելու հետևորդների համար, ուրեմն լիքը ոսկի, հա, ոսկի փող։ Մտքից միայն այդպես թանկարժեք բաներ է գալիս, որտեվ այսքան երկար ճանապարհ անցել հասել ենք ստեղ, անհնար է անիմաստ բան լինի մեջը։ Իսկ ես այս բանը եկեք հասկանամ մեր նարնջագույն սեյֆի կոդը։ Ուրեմն ամենաառաջինը գտել եմ համար 6-ը, երկրորդը գտա համար 1-ը լքված վայրում, երրորդը SpongeBob-ի շորերով գտա համար 7-ը բենզալցակայանում, հետո չորրորդը Իջևանի լքված վայրում գտա համար 0-ն եւ ամենավերջում կրկին գտա համար 6-ը բենզալցակայանում։ Այսինքն մեր սեյֆի թիվը ըստ լոգիկայի պետքա լինի 6 1 7 0 6։ Փորձում ենք հավաքել 6 1 7 0 6։ Ըհն կանաչ վառեց, այսինքն հիմա պետքա բացվի։ Արա բացվեց, արա չեմ հավատում։ Էս ինչ է, որ էս ինչ է լինելու մեջը, աստված իմ, արդեն իսկապես չեմ համբերում։ Արա բացել ենք, արա բացում եմ, հու, գնացինք 3 2 1, հու, արա ձեր եք առնում։
Չեմ հավատում, արա վերջապես։ Գնացինք 3, 2, 1։ Արա մենակ լավ բան եմ։ Չէ ձեր եք արա դուք ինձ առնու։ Դուք ինձ ձեր եք առնու։ Արա երրորդ տուփն է, երրորդ։ Արդեն վրես հալ չկա։ Խնդրում եմ վերջի տուփը լինես։ Եկավ էս պահը։ Տուփից են է ներսը գալի։ Եթե էլի է տուփ եղել ներսը, ոչ մեկը իմ ձեռքից չեք բրծնելու։ Հուսանք արդեն անակնկալն է գտնվում տուփի մեջ։ Գնացինք 3։ Չէ, մի վարքյան։ Հա։ Առանց 3-2-1, միանգամից։ Առանց 3-2-1։ Գնաց։ Գնացինք։ Գնաց։ Գնացինք։ Օրա էսիշ նարնջագույն վիդեո էր այսօր։ Օրա չեմ հավատում սեյֆի գույնը նարնջագույն, մեքենայի գույնը նարնջագույն ու վերջում նարնջագույն iPhone 17 Pro։ Բայց մի վարքյան հիշում ես ինչ եմ ասել վիդեոյի սկզբում, որ սեյֆի ներսի անակնկալը լինելու է իմ ու հետևորդներինը։ Իսկ դա ինչ է նշանակում, որ այո, Կարոն այս iPhone-ը իրան չի պահում։ Ես մնում եմ իմ խոսքի տերը ու այո, այս iPhone-ը լինելու է հենց ձերը։ Ես կայացնում եմ որոշում, որ այս iPhone-ը պետքա խաղարկեմ ձեր մեջ։ Այո, հենց ձեզանից մեկը ստանալու է իմ ձեռքերում գտնվող այս iPhone 17 Pro-ն, որն արդեն ես կարող եմ համարել լեգենդար, քանի որ շատ բարդությունների միջով անցա, որ գամ հասնեմ սրան։ Իսկ խաղարկության պայմանները թե ոնց են լինելու, դեռ չեմ մտածել։ Մի հատ երևի ես ու դու քննարկենք, հասկանանք ինչ պայմաններ կարելի է մտածել, ու միանգամից ասեմ խաղարկությանը մասնակցելու պայմանները։ Դե ինչ խաղարկությանը մասնակցելու համար ընդամենը 4 շատ հեշտ պայմաններ պետք է անես։ Առաջին պայմանն այն է, որ անպայման պետք է բաժանորդագրվես YouTube հեռուստաալիքին սեղմելով ներքևի նշանի վրա։ Մենք հնարավորին շուտ պետք է հասնենք միասին 1 միլիոն բաժանորդի։ Երկրորդ պայմանն այն է, որ ընդամենը քո կողմից պետք է լայք դնես այս վիդեոյի տակ։ Երրորդ պայմանը քո կողմից ընդհանուր թվով գրիր 5 մեկնաբանություն այս վիդեոյի տակ։ Մեկնաբանությունները կարող են լինել ցանկացած բաներ, կարող է լինել սովորական էմոջի, կարող է լինել ինչ-որ տեքստ, կարևորը 5 մեկնաբանություն այս վիդեոյի տակ։ Եվ չորրորդ վերջին ամենակարևոր պայմանն այն է, որ այս վիդեոն պետք է տարածես քո Instagram-յան story բաժնում, նշելով իմ Instagram-ի էջը։ Ահա եւ վերջ, կատարելով այս 4 հեշտ պայմանները, հնարավորություն կունենաս հաղթելու այս գեղեցիկ նարնջագույն iPhone 17 Pro-ն։ Քեզ մաղթում եմ հաջողություն։ Իսկ ես արդեն Իջևանից շարժվում եմ դեպի Երևան։ Գնացինք։ Դե ինչ ավարտվեց եւս մեկ արկածային նկարահանման օր, հատուկ շնորհակալություն Flash ընկերությանը ամբողջ ընթացքում մեզ էներգիայով ապահովելու համար։ Առանց Flash-ի էներգիայի անհնար կլիներ այս վիդեոն նկարելը։ Հուսամ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։